Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան, ավելի շատ հարց է, քան թե ելույթ, եւ քանի որ այն հարցը, որը պիտի բարձրացնեմ, բարձրացրեցի մեր հանձնաժողովի ուրեմն քննարկման ընթացքում, բայց ցավոք ԿԳՄՍ նախարարին հնարավորություն չընձեռնվեց հարցից պատասխանը հնչեցնելու, ես ստիպված հիմա հնչեցնում եմ այդ հարցը եւ ակնկալում եմ ձեր պատասխանը։ Հարցս վերաբերում է ավագ դպրոցի սան Դավիթ Մինասյանին, սա այն Դավիթ Մինասյանն է, 18 տարեկան Դավիթ Մինասյանը, որը Ծաղկազարդի պատարագի ուրեմն այդ դեպքերի շրջանակներում այսօր գտնվում է ուրեմն կալանքի մեջ, կալանավորման ամենադաժան, այսպես ասած, ռեժիմներից մեկում, որ ունի լրջագույն առողջական խնդիրներ եւ առողջական խնդիրներ, որոնք ոչ միայն ցավում են, որ պիտի հրապարակայնացնեմ, կարծեմ սա արդեն հանրայնացված է, որը ոչ միայն պայմանավորված է իր ընթացիկ առողջական վիճակով, նաեւ խորը համոզում ունենք, որ այդ առողջական խնդիրները ծագել են նաեւ վարչապետի թիկնազորի անդամներից մեկի կողմից հասցված ուրեմն հարվածի արդյունքում։ Դավիթ Մինասյան, որի բոլոր տվյալները խոսում են այն մասին, որ սա բացառիկ ուրեմն գիտելիքներ ունեցող, ակադեմիական առաջադիմություն ունեցող ավագ դպրոցի սան է եւ ցավոք սրտի համակարգը պարզապես լռում է եւ վերջերս կարծեմ դատախազությունը եւս մերժել էր նաեւ ընտանիքի դիմումը, որը խոստանում էր իրավապահ համակարգի հետ աշխատել եւ ապահովել տնային կալանքը։ Ինձ հետաքրքիր է, թե ԿԳՄՍ նախարարությունը, որպես կրթական քաղաքականություն իրականացնող նախարարություն եւ շահագրգիռ նախարարություն, ինչու կամ քայլեր չի ձեռնարկում կամ արդյոք ձեռնարկել է Դավիթ Մինասյանի խափանման միջոցի առնչությամբ, որովհետեւ ես կարծում եմ այդ երիտասարդը կամ այդ աշակերտը իր վարքով, այո, հենց իր վարքով եւ գիտելիքներով վաստակել է, որպեսզի նախարարությունը միջամտի նրա թե կրթության իրավունքի եւ առհասարակ հումանիստական վերաբերմունք դրսեւորենք մինչեւ իրավապահ համակարգը գնահատական կտա։ Ինչ է ձեր վերաբերմունքը ԿԳՄՍ նախարարության։